Բարև ձեզ, ինստաֆեսի այս թողարկմանը դիտեք։ Ընդդիմությունը վիճարկում է ընտրության արդյունքը, ԲՀԿ-ն Փաշինյանի կոկորդում է մնացել։ Անվավեր են ճանաչվել հատկապես այն երկու ընտրատեղամասերում արդյունքները, որտեղ որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավականին բարձր ցուցանիշ է արձանագրել։ Կրեմլը սպասում է ընտրության վերջնական արդյունքին, բայց հայտարարում են աննախադեպ ճնշումների մասին։ Беспрецедентное давление на оппозицию, аресты даже в день волеизъявления политиков и общественников. Երրորդ նախագահն աջակցում է Փաշինյանին, Մարուքյանի պնդումը կռիվ է գցել նրա ու հանրապետականների միջև։ Դուք ես պահում ես բացառապես քաղաքական տեղակայի նման։ Ջանը ջուղի ապեր, պատժվելու ես։ Իշխող ուժի խախտումներն արձանագրած լրագրողը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Ընտրական խախտում եք հայտնաբերել, դե մարշ վարժական հավաքների։ Խորհրդարանական ընտրություններից հետո ներքաղաքական լարվածությունը ոչ թե թուլանում, այլ սրվում է։ Ընտրությունների արդյունքները խիստ կասկածելի եւ վիճարկելի են ընդդիմության համար։ Քարոզարշավի ժամանակ Փաշինյան-Ծառուկյան հերրակա բանավեճը ընտրություններից հետո տեղափոխվել է իրավական դաշտ։ Ընտրություններում նախնական տվյալով անցողիկ շեմը չհաղթարած ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ գլխավոր դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու համար։ Վերահաշվարկ պահանջած ԲՀԿ առաջնորդ Ծառուկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։ Սա հայտնի դարձավ այն բանից հետո, երբ իշխանամերձ լրատվամիջոցները օդանավակայանից լուսանկար հրապարակեցին եւ գրեցին, թե Ծառուկյանը փորձել է երկիրը լքել, մինչդեռ ԲՀԿ խոսնակի Վետա Տոնոյանը հետքել էր այս լուրը։ Գագիկ Ծառուկյանը տիկնոջ հետ վաղօրոք պլանավորած 2-3-օրյա այց ուներ, խիստ անձնական ու ընտանեկան նպատակներով։ Սա է ամբողջ պատմությունը։ Երբ օդանավակայանում անձնագրային անցակետում Գագիկ Ծառուկյանին ասել են, որ ինչ որ բան պետք է ճշտեն, Ծառուկյանը պատասխանել է, որ որևէ բան ճշտել պետք չէ, եւ եթե դա պետք է այլ մեկնաբանության տեղիք տա, ապա ինքը հրաժարվում է ուղևորությունից եւ վերադառնում տուն։ Ես հասկանում եմ, որ իշխանական ԶԼՄ-ներն այսօրվա Հայաստանում ամեն բան գրելու ինդուլգենցիա ունեն, բայց կան բաներ, որ իսկապես անթույլատրելի են։ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրավական գործընթաց է սկսվել թերևս այն պատճառով, որ կուսակցությունը կասկածի տակ է դրել ընտրության արդյունքները եւ վերահաշվարկ պահանջել։ Նախնական արդյունքով ԲՀԿ-ին շատ քիչ ձայն է պակասում, որ անցողիկ 4% շեմը հաղթահարի։ Կուսակցությունից պնդում են, որ ընտրատեղամասերի եւ կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալները ԲՀԿ-ի վերաբերյալ տարբեր են եղել։ Ես այս պահին չեմ ուզենա հանկարծ սխալ թիվ ասել, բայց հաշվարկները տատանվում են այսպես 50-ից 60-ի շրջակայքում։ Ոչ ավել 100-ից, հետևաբար այս ճշգրտման պարագայում սահմանված 4% շեմը իհարկե Բարգավաճ Հայաստան կուսակցությունը հաղթահարում է։ Այս ընտրություններում իշխող ուժին չի հաջողվել սահմանադրական մեծամասնություն ձևավորել։ Սա նշանակում է, որ Փաշինյանն օրինակ չի կարող սահմանադրական փոփոխություններ անցկացնել։ Այստեղ հետաքրքիրն այն է, որ եթե ԲՀԿ-ն վերահաշվարկի արդյունքում հաղթահարի անցողիկ շեմը եւ մտնի խորհրդարան, ապա Փաշինյանը խորհրդարանում չի ունենա նաեւ կայուն մեծամասնություն։ Սա էլ իր հերթին նշանակում է, որ իշխող ուժը չի կարող կարևոր օրենքներ փոխել ու կարևոր պաշտոններում նշանակել իրենց թեկնածուներին։ Նիկոլ Փաշինյանի քաղաքական նուրն այլևս չի կարող սահմանադրական փոփոխությունների նախագիծ ընդունել եւ այն դնել հանրաքվեի։ Քաղաքացիական պայմանագիրն այլևս չի կարող անգամ միակամ ձևավորել սահմանադրությամբ նախատեսված անկախ մարմինների կազմը, եթե իհարկե շատ պատահաբար, ինչպես 2021 թվականին մի քանի անդիմադիր մանդատակիր չդառնա անկախ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի ընտրություններում չստանալով սահմանադրական մեծամասնություն փաստացի կորցրեց իր կարևորությունը աշխարհաքաղաքական կենտրոնների համար։ Փաշինյանը կարևոր էր նրանց համար, քանի որ պետք է ավարտին հասցներ այսպես կոչված խաղաղության գործընթացը, այն է Ադրբեջանի պահանջով ընդուներ նոր սահմանադրություն։ Սահմանադրական մեծամասնություն չունենալը ՔՊ-ի համար հավասարազոր է պարտության եւ միջազգային օրակարգում Նիկոլ Փաշինյանին դարձնում է կաղ բադ։ Թերևս հենց սա է պատճառը, որ իշխանությունը չի ցանկանում ԲՀԿ-ն խորհրդարան անցնի։ Հրապարակ օրաթերթի տեղեկություններով իշխանական շրջանակից Ծառուկյանին գործարք են առաջարկել պայմանով, որ խորհրդարան կմտնի, եթե համաձայնի դառնալ Փաշինյանի գրպանային ընդդիմությունը եւ հարկ եղած դեպքում մեծամասնության 3/5-ը ապահովի նրա համար, օրինակ սահմանադրական կարևորագույն մարմինների ղեկավարների եւ անդամների ընտրության ժամանակ։
Սակայն ըստ լրատվամիջոցի Ծառուկյանը մերժել է այդ առաջարկը, ինչից հետո կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ԲՀԿ-ն չի հաղթահարում անցողիկ շեմը։ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ է մեկնաբանել իր կողմից Ծառուկյանին գործարք առաջարկելու տեղեկությունը։ Գագիկ Ծառուկյանին ասենք, որ գործարք առաջարկենք, ծնկաչոք այդ գործարքին ընդառաջ կգար։ Ասենք Գագիկ Ծառուկյանը ամբողջ կյանքում բացի գործարքից ոչ Հայաստանում իրան գործարք առաջարկող չի եղել, դրա համար որփի նման ընկել է աշխարհ տարբեր տեղերում գործարքա բան արել, փնտրել, գտել, հետո պարզվել է ընդամենը իրան բան են արել, հավաքագրել են ինքը դրանից տեղյակել չի։ Ասենք ով է գործարք առաջարկել։ Իսկ Գագիկ Ծառուկյանին կխնդրի, որ ես գործարք ստոյկա կտա Գագիկ Ծառուկյանը ստոյկա կտա, որ ես գործարք առաջարկեմ իրան։ Այդ ինչի մասին է խոսքը։ Փաշինյանի այս հայտարարությանն արձագանքել էր ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը։ Այն ժամանակ, երբ ԲՀԿ-ն եւ այլ քաղաքական ուժեր զբաղված են ընտրությունների արդյունքների վիճարկման, վերահաշվարկների եւ յուրաքանչյուր քաղաքացու ԿՎ-ի պաշտպանման գործընթացներով փորձելով վերականգնել արդարությունը, երկրի վարչապետը հանրային օրակարգ է բերում անհասկանալի պիտակավորումներ եւ գնահատականներ։ ԲՀԿ-ի շուրջ իրադարձություններն ավելի սրվեցին, երբ հունիսի 11-ի գիշերը կենտրոնական ընտրական հանձնաժողովը 35 կոտորակ 65 եւ 10 կոտորակ 51 ընտրատեղամասերի արդյունքները անվավեր ճանաչեց։ Սրանք այն ընտրատեղամասերն են, որտեղ ըստ ընդդիմության զինվորներին քվեարկության ավարտից րոպեներ առաջ էին բերել, ընտրատեղամասերում կուտակումներ էին առաջացել եւ զինվորները ստիպված են եղել մինչեւ ուշ գիշեր քվեարկել։ Ըստ տարբեր հաշվարկների դրա հետևանքով ԲՀԿ-ն կորցրել է 212 ձայն։ ԿՊ-ն զբաղված է քաղաքացու ձայներն ու ԲՀԿ-ի մանդատները գողանալով 35 դրոպ 61 եւ 10 դրոպ 51 տեղամասերի ընտրությունների արդյունքների անվավեր ճանաչելու նպատակը հենց դա է։ Այս ընթացքում ԲՀԿ-ի ղեկավարի նկատմամբ անօրինական ճնշումների նպատակն էլ հենց դա էր՝ ունենալ սահմանադրական պաշտոններում նշանակելու եւ ազատելու համար անհրաժեշտ падգամավորներ, սահմանադրական օրենքներ ընդունելու հնարավորություն, քաղաքացիական պայմանագրի համատարած անօրինականությունների մարդկանց վախեցնելու եւ սպառնալու վրա աչքփակոցի է, կոծկում են ամեն ինչ։ Զինվորներին հերթափոխից կտրեցին, բանակի վարկանիշը վնասեցին, ռազմական ղեկավարությանն ու հրամկազմին վատ դրության մեջ դրեցին։ Վերջն էլ թե զինվորների քվեարկության արդյունքներն անվավեր են կանում, բայց մեղավոր հրճակում են տեղի ունեցած խայտառակ երևույթը քննադատածներին։ Դուք զինվորին հարգել չգիտեք, ոչ բանակ, ոչ հրամանատար, ոչ անգամ սեփական նախարարին։ Սա միայն ԲՀԿ-ի հարցը չէ, դրանով քաղաքացիական պայմանագիրը վերականգնում է 3/5 մեծամասնությունը եւ կարողանում է միաձայն նշանակումներ անել սահմանադրական պաշտոններում, ընդունել սահմանադրական օրենքներ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ երկու ընտրատեղամասերի արդյունքներն անվավեր ճանաչելու կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը այլանդակություն է որակել։ Նպատակն ըստ ԲՀԿ-ականների իրենց ազգային ժողով մտնել թույլ չտալն է։ Սա ոչ այլ ինչ է, քան ուղղակի եւ էական ազդեցություն եւ ներգործություն ընտրական գործընթացների վրա, ինչպես նաեւ ընտրությունների արդարությունը եւ թափանցիկությունը եւ ընդհանրապես լեգիտիմությունը վիճարկող գործընթաց է երեք տեղի ունեցել։ Այս որոշումները կամ պետք է բեկանվեն, կամ պետք է լինի վերաքվեարկություն այս երկու տեղամասերում, կամ պետք է լինի ընդհանուր վերաքվեարկություն ամբողջ Հայաստանի Հանրապետության տարածքում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը որպես 4-րդ ուժ կանցնի խորհրդարան, թե ոչ, պարզ կլինի կիրակի հունիսի 14-ին, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակի ընտրությունների վերջնական արդյունքները։ Բայց Փաշինյանի կոկորդին ոչ միայն ԲՀԿ-ն է մնացել, այլև խորհրդարան անցած ընդդիմադիր ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները, որոնք արդեն հայտարարել են, որ այս ընտրություններն անցել են աննախադեպ եւ զանգվածային ճնշումների եւ հետապնդումների պայմաններում։ Ուժեղ Հայաստան դաշինքից падգամավորի տեխնացու Մարիան Նախահրամանյանը հայտարարել է, թե խորհրդանական ընտրությունների արդյունքները չեն արտացոլում իրական պատկերը։ Նախընտրական փուլը ուղեկցվել է մեր առաջնորդի, տեխնացուների, համակիրների եւ թիմակիցների նկատմամբ նպատակային գործողություններով, զանգվածային ապօրինի ձերբակալություններով ու քրեական հետապնդումներով, որոնք միտված էին սահմանափակել քաղաքական մրցակցությունն ու ազդել ընտրողների ազատ կամ արտահայտության վրա։ Բուն քվեարկության օրը լայնորեն կիրառվել է վարչական ռեսուրսը, պետական եւ համայնքային լծակների ներգրավմամբ, փորձելով կանխորոշել ընտրությունների արդյունքը։
հանրապետության նորն արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, որոնց մասին ահազանգերը ստացվել են ամբողջ օրվա ընթացքում հանրապետության ամբողջ տարածքից։ Նշված երևույթները չէին կարող ազդեցություն չունենալ ընտրական գործընթացի եւ դրա արդյունքների վրա։ Խորհրդարանն անցած 3-րդ ուժը Հայաստան դաշինքը հայտարարել է, որ ընտրություններն անցել են իշխանական համատարած ճնշումների, ընդդիմադիրների նկատմամբ ձերբակալությունների, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման եւ ընտրախախտումների պայմաններում։ Մենք վիճարկելու ենք ընտրությունների արդյունքները։ Այս պահին հետագա անելիքները քննարկում ենք ընդդիմադիր դաշտի մեր գործընկերների հետ։ Առաջիկա անելիքների վերաբերյալ մոտեցումները կներկայացնենք այդ քննարկումների ավարտից հետո։ Մի բան հստակ է, չենք ընկրկելու, չենք լքելու պայքարի մեր խրամատը։ Ընտրությունները վիճարկելու Հայաստան դաշինքի հայտարարությունից հետո ուժեղ Հայաստան դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորող Նարեկ Կարապետյանը եւս հայտարարել է, որ ընտրությունների արդյունքները պետք է վերանայվեն։ Հունիսի 12-ին ուժեղ Հայաստան դաշինքը կենտրոնական ընտրական հանձնաժողով ընտրության արդյունքները անվավեր ճանաչելու մասին դիմում է ներկայացրել։ Ներկայացրել ենք այն մասշտաբային ընտրախախտումները, որոնք տեղի են ունեցել նախքան քվեարկության օրը, ինչպես նաև քվեարկության օրը եւս։ Մենք հատկապես նաև շեշտադրել ենք այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որոնք տեղի են ունեցել։ Վարչական ռեսուրսի չարաշահումները ատելության խոսքը եւս։ Հետո դիմելու ենք սահմանադրական դատարան երկու պահանջով։ Առաջինը չեղարկել ընտրությունները, երկրորդը նշանակել երկրորդ տուր։ Եթե ինքը վստահ իր վրա որ հաղթել է, ավելի ճիշտ կլինի երկրորդ փուլով կորոշենք հաղթել են թե չէ։ Իդեպ, ընտրությանը հաջորդող օրերին լայն քննարկման թեմա էր դարձել մանդատներ վերցնել չվերցնելու թեման։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող շրջանակները երկու ճակատի են բաժանվել։ Մի մասը կարծում է, որ ընդդիմությունը չպետք է իրենց ձևակերպմամբ Փաշինյանի մոտ ընդդիմություն աշխատի եւ պետք է մանդատները վայր դնի, մյուս մասն էլ պնդում է, որ մանդատները վայր դնելով քաղաքական ճգնաժամ չի կարող առաջանալ, քանի որ խորհրդարանն այսպես թե այնպես ձևավորվելու է եւ իշխանությունը անելու է այն, ինչ կամենում է։ Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը կարծում է, որ մանդատները չվերցնելով Փաշինյանի իշխանությունը չի ապալեգիտիմացվելու։ Ըստ նրա մանդատները չվերցնելը Փաշինյանի լեգիտիմության հարցում 0 նշանակություն է ունենալու։ Այդ ում համար է Փաշինյանը դառնալու ոչ լեգիտիմ ընդդիմության էլեկտորատի, այսինքն որևէ մեկը ուզում է ասել, որ մանդատները վերցնելու պարագայում ընդդիմադիր էլեկտորատը Նիկոլ Փաշինյանին համարելու է լեգիտիմ, լուրջ, հիմա որ 2021 թվականից հետո Հայաստանն ու պատիվ ունեմ դաշինքները վերցրեցին մանդատները, Փաշինյանը նրանց ընտրողների համար դարձավ լեգիտիմ, ներեցեք, բայց սա լուրջ չէ։ Ծայրահեղ անլուրջ է մտածել, թե մանդատներ չվերցնելու դեպքում Փաշինյանը ապալեգիտիմացվելու է իր ընտրողի, չեզոքների եւ առավել եւս նրա վրա խաղադրույք կատարած աշխարհաքաղաքական դերակատարների համար եւ վերջապես Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ չէ վաղուց։ Լեգիտիմությունը որպես երևույթ ունի շատ ավելի բարդ կառուցվածք, քան մատուցվում կամ պատկերացվում է։ Այդ կառուցվածքը փլուզվել է վաղուց։ Հետևաբար մանդատների հարցը այստեղ որևէ բան չորոշող է։ Խորհրդարանը անցած ուժեղ Հայաստան եւ Հայաստան դաշինքները մանդատները վերցնել չվերցնելու վերաբերյալ դեռ որոշում չունեն։ Հայտարարել են, որ այդ հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։ Մանդատները վերցնել չվերցնելու թեման ակտուալ է դառնալու հունիսի 14-ից հետո, երբ ընտրության արդյունքի վերահաշվարկը ավարտվի եւ հստակ լինի, թե խորհրդարան քանի ուժ է անցնում ու դրանցից յուրաքանչյուրը քանի մանդատ է ստանում։ 6 օր է անցել Հայաստանում անցկացված խորհրդարանական ընտրություններից, բայց դեռ Ռուսաստանի նախագահը չի շնորհավորել Փաշինյանին ընտրություններում հաղթելու առիթով։ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը հայտարարել է, որ Կրեմլը սպասում է ընտրությունների վերջնական արդյունքին։ Փաշինյանը, որ քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, թե Վլադիմիր Պուտինի հետ ջերմ ընկերական հարաբերություններ ունի, Պուտինի չշնորհավորելը շատ կարճ է մեկնաբանել։ Դե հա, ինչ չի շնորհավորել, հույս ունենանք շնորհավորել։ Չնայած Կրեմլը սպասում է Հայաստանում անցկացված ընտրությունների վերջնական արդյունքին, այդուհանդերձ պաշտոնական Մոսկվայից գնահատական է հնչել, որ ընտրություններն անցել են ընդդիմության վրա ճնշումներով եւ արևմուտքի աննախադեպ միջամտությամբ։ Тотальное давление, и я хочу сказать, что мы характеризуем его как беспрецедентное давление на оппозицию. Аресты даже в день волеизъявления политиков и общественников, которые выступают в первую очередь за национальные интересы Армении, а им в полной мере отвечает сохранение и укрепление российско-армянских отношений,
Для нас все это непонятно, и главное, для нас это абсолютно неприемлемо. Ավելին, Մարիա Զախարովան մեղադրել է Եվրամիությանը Հայաստանում ընտրական գործընթացը վերահսկելու փորձի մեջ։ Любой человек, кто хоть как-то был в повестке, не мог не увидеть, как Европейский Союз буквально в ручном режиме пытался контролировать ход электорального цикла. Тут вам и так называемые миссии быстрого реагирования на гибридные угрозы, и массированный десант для проведения политических шоу в Ереване в начале мая текущего года, в самый разгар как раз предвыборной агитации. Звонки Урсулы фон дер Ляйен 4 июня, которая срочно подсобирала денег для поддержки Армении. Ну и, конечно, вишенкой на торте стал пресс главы представительства Европейского Союза в республиканский ЦИК перед началом подсчета голосов. Ռուսաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահն է հայտարարել, որ ռուս դիտորդները Հայաստանում անցկացված ընտրություններում բազմաթիվ խախտումներ են արձանագրել։ Էլա Պանֆիլովան այդ խախտումներն անվանել է սկզբունքային եւ հիմնարար։ Հայաստանը շատ է հեռացել ժողովրդավարական չափանիշներից, չնայած կարծում է, որ պատրաստ է Եվրոպային, ընդհանուր առմամբ դա մեր գործը չէ։ Կարծում եմ Հայաստանի ժողովուրդը կանի բոլոր անհրաժեշտ եզրակացությունները։ Քարոզարշավի ժամանակ, երբ Ռուսաստանը ժամանակավոր սահմանափակեց հայկական որոշ ապրանքների ներմուծումն իրենց երկիր, պատճառաբանելով, թե դրանք չեն համապատասխանում ռուսական կողմի սահմանած չափանիշներին, Փաշինյանը տարբեր բնակավայրերում ելույթներ ունենալիս հայտարարում էր, թե վերընտրվելուց հետո ինքը ռուսական կողմի հետ բոլոր հարցերը լուծելու է։ Իհարկե ես կվերադառնամ Եվրասիական տնտեսական միության ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերների աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին եւ ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Փաշինյանը դեռ ԵԱՏՄ գործընկերների աչքերի մեջ ուղիղ նայելու հնարավորություն չի ունեցել։ Պուտինի հետ հանդիպման վերաբերյալ էլ դեռ տեղեկություն չկա։ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակը Հայաստանում անցկացված ընտրություններից հետո հայտարարել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման վերաբերյալ առայժմ պայմանավորվածություն չկա։ Կառավարության փոխանցման հունիսի 1-ին, երբ Փաշինյան-Պուտին հեռախոսազանգ էր տեղի ունեցել, կողմերը պայմանավորվել էին քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթով հանդիպման ձևաչափով։ Դեռ ապրիլի 9-ին Փաշինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր, որ Պուտինի հետ պայմանավորվել են հանդիպել հունիսի 2-րդ կեսին։ Ընտրություններից հետո Փաշինյանը հայտարարել է, որ հրավերի է սպասում։ Այցերի հետ կապված եղել է ըմբռնում, բայց պետք է հրավեր լինի, որ գնամ։ Երբ որ հրավեր կլինի, կգնամ։ Այսինքն չեմ մերժի հրավերը, այդ հաստատ։ Ընտրություններից 6 օր է անցել, բայց Փաշինյանը դեռ չի լուծել այն գյուղացիների խնդիրը, որոնց ապրանքը Փաշինյանի վարած քաղաքականության պատճառով չի արտահանվել Ռուսաստան կամ ԵԱՏՄ այլ շուկա։ Մինչդեռ հենց Փաշինյանը ու նրա կաբինետի անդամներն էին արտահանողներին խոստանում, որ կլուծեն այդ հարցը, բայց դեռ չեն լուծել։ Ավելին, Ռոսսալխոզնաձորից հայտնել են, որ Ռուսաստանը հունիսի 12-ից ամբողջությամբ արգելափակում է Հայաստանից բուսական ծագման բոլոր ապրանքների ներմուծումը, ինչպես նաև դրանց տարանցումը Ռուսաստանի տարածքով դեպի ԵԱՏՄ անդամ մյուս երկրներ։ Քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը կարծում է, որ Փաշինյանին այդպես էլ չի հաջողվելու ռուսական կողմի հետ եղած խնդիրները լուծել։ Ըստ նրա, Կրեմլը խնդիրներ ունի Հայաստանում անցկացված ընտրությունների լեգիտիմության հետ։ Ռուսաստանի Դաշնությունից ակնհայտորեն ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի լեգիտիմությունը իրենք կասկածի տակ են դնում, ընտրությունների արդյունքները, ընտրությունների լեգիտիմությունը, անկախ նրանից Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Կիրգիզիայի նախագահը, այս դեպքում նաև Դոնալդ Թրամփը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին, թե ոչ Ռուսաստանի Դաշնությունում չեն շտապում իրեն շնորհավորել, ավելին իրենք շարունակում են այն ընտրած մոդելը հարաբերությունների Հայաստանի Հանրապետության ներկայիս իշխանությունների, որի ականատեսը մենք դառել ենք վերջին 1-2 ամսվա ընթացքում ընտրություններից առաջ։ Մեզ բավականին հետաքրքիր, բայց միևնույն ժամանակ ծանր զարգացումներ են սպասում։ Իդեպ Հայաստանում անցկացված ընտրություններում ընդդիմության շարքերում ճնշումների մասին հայտարարել է նաև Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող եւ ղեկավար Ֆարահ Քարիմին։ Պետական կառույցի ապարատի ներկայացուցիչների վրա ճնշումները մասնակցելու իշխող
կուսակցության կազմակերպած միջոցառումներին, ինչպես նաև այն բոլոր սոցիալական եւ տնտեսական միջոցառումները, որոնք ձեռնարկվել են, մեծ մտահոգություններ են բարձրացնում նախընտրական քարոզարշավի ընթացքում հնարավորությունների ազատության հետ կապված։ Հայաստանում անցկացված ընտրությունների վերաբերյալ Կրեմլի արձագանքը կլինի հունիսի 14-ից հետո, երբ կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացնի ընտրությունների վերջնական արդյունքները։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, որի երրորդ ժամկետի պաշտոնավարմանը դեմ էր արտահայտվել ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ 2018-ի գարնանը այսպես կոչված հեղափոխություն սկսել, հունիսի 7-ին կայացած ընտրություններից հետո, որի արդյունքով Փաշինյանը երրորդ անգամ է ընտրվելու վարչապետի պաշտոնում, նախ հայտարարել է, թե ինքը երրորդ ժամկետով չէր ընտրվում վարչապետի պաշտոնում, ապա հավելել, որ Փաշինյանն էլ երրորդ ժամկետով չի ընտրվել։ Նախ ես երրորդ անգամ չեմ ընտրվել, երրորդ ժամկետ չեմ ընտրվել, որովհետև ես երկու ժամկետ եղել եմ հանրապետության նախագահ, երրորդ ժամկետը դա նախագահի ժամկետ չէ, դա իրենց կողմից հնարված քարոզչական թեզ էր։ Եվ չեմ կարծում, որ ինքն էլ է հիմա երրորդ ժամկետ ընտրվում, որովհետև նախկին երկու ընտրությունները եղել են ոնց արտահերթ։ Այնպես որ երրորդ ժամկետի խնդիր չկա։ Սերժ Սարգսյանը Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվել է երկու անգամ 2008 եւ 2013 թվականներին, իսկ արդեն 2018-ի ապրիլի 17-ին նա ընտրվել է վարչապետի պաշտոնում, ապա մի քանի օր անց հրաժարական տվել։ Բանն այն է, որ 2014 թվականին սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը խոստացել էր, որ այլևս երբեք չի առաջադրվելու պետության ղեկավարի պաշտոնում։ Պաշտոնապես հայտարարում եմ, որ ես Սերժ Սարգսյանս այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պարլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին։ Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում։ Չնայած այս խոստմանը 2018 թվականին սահմանադրական փոփոխություններից հետո, երբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավարման, Սերժ Սարգսյանը առաջադրվեց եւ ապրիլի 17-ին ազգային ժողովի կողմից ընտրվեց Հայաստանի վարչապետ։ Փաշինյանը 2018 թվականի մարտի վերջին հենց Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետով պաշտոնավարման պատրվակով էր քայլերթ սկսել Գյումրիից, ինչն էլ հանգեցրել էր համաժողովրդական բողոքի ցույցերի եւ վարչապետի պաշտոնում ընտրվելուց օրեր անց ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական էր տվել, որից հետո էլ համաժողովրդական ճնշման ներքո Փաշինյանն ընտրվել էր վարչապետ, ապա նշանակվել էին արտահերթ ընտրություններ։ Նիկոլ Փաշինյանը հաղթել եւ ընտրվել էր վարչապետի պաշտոնում։ 44-օրյա պատերազմում պարտություն կրելուց հետո կրկին համաժողովրդական բողոքի ցույցերի ներքո Նիկոլ Փաշինյանը հրաժարական էր տվել, նշանակվել էին արտահերթ ընտրություններ։ Փաշինյանը վերընտրվել էր եւ հիմա արդեն Նիկոլ Փաշինյանը հերթական ընտրությունների նախնական արդյունքով կրկին վերընտրվել է։ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանը երրորդ ժամկետով չի ընտրվում, քանի որ նախորդ ընտրություններն արտահերթ են եղել, սոցցանցերում քննարկման առիթ էր դարձել։ Այս հայտարարությամբ Սերժը Նիկոլին պաշտպանելուց զատ մատնեց իրեն, որ կրկին հավակնում է վարչապետի պաշտոնի։ Քննարկումներն ավելի էին սրվել, երբ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ Էդմոն Մանուկյանը Սերժ Սարգսյանին մեղադրել էր Փաշինյանին աջակցելու մեջ։ Նիկոլը 9 տարի է երկրի ղեկավարն է, երրորդ ժամկետով այն սահմանադրությամբ, որով Սերժ Սարգսյանին ասում ենք իրավունք չունես, գրում է երրորդ ժամկետի, այդ հարցի հիմնավորումը ոչ մի ձևի չի կարողանում տա ինչ այն կարել, ու Սերժին ասում է մի հատ դու այդ դատերի ընթացքում մի հատ դատ անեմ, այդ հարցը մի հատ տենց այդ դզի, մի հատ սվաղի անցնենք գնանք։ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի փաստաբանի դեր է ստանձնել, սա խայտառակություն է, ինքը անգամ չի խղճում են Արմեն Աշոտյանին, որ մենց մի բան տարկված է, իր ասենց ընդդիմություն են խաղալու, բան անդադար, որ մի հատ 31 թվին Նիկոլը դառնա վարչապետ, հետո 36 թվին, մինչև ճիշտը չխոսանք, չբացահայտենք այս մարդկանց, մինչև Նիկոլի
բանը իշխանությունը պահող դևերին չգլխատես, գլխավոր դևին չես կարա գլխատես։ Էդմոն Մարուկյանը ակնարկել էր նաև, որ Սերժ Սարգսյանն է կործանել Բագրատ Սրբազանի եւ Սամվել Կարապետյանի շարժումները։ Հիմա որ ասեք խոսքի Բագրատ Սրբազանն է մեղավոր, թող չլսեր իրանց, ես իրան ասել եմ չլսես իրանց։ Սամվել Կարապետյանն եմ ասել չլսես իրանց, բայց մեկա իրանք լսել են իրան։ Հիմա էլ նայում ես երջանիկ բան, ուրախ, օպոզիցիան բարդվել ընտրություններ։ Ինչի վրա է ուրախանում Սերժ Սարգսյանը։ Այդ ինչ է ուրախացել։ Հա գիտենք որ մի հատ ֆրակցիա է ստացել խորհրդանում խալխի փողերով։ Այդ սաղ գիտենք։ Բայց ինչի վրա է ուրախանում։ Ամբողջ քարոզարշավի ժամանակ Նիկոլն ասավ Ռոբերտը նստելու է, Սամվելը նստելու է, Գագոն նստելու է, Սերժը նստելու է վերաբերել, ոչ մի բան չի ասել։ Դե իմացեք ով է իր ադվոկատը։ Էդմոն Մարուկյանին կոշտ էին արձագանքել հանրապետականները։ Դու ով ես, որ Սերժ Սարգսյանի վերաբերյալ քո կարծիքը հայտնես։ Խելոք մնա էլի, ալովդ մնա։ Դե ինչ Էդմոն, քաղաքական փոշի էիր, քաղաքական փոշի էլ մնալու ես։ Քեզ պահում ես բացառապես քաղաքական տերապկայի նման։ Այն ժամանակ Նիկոլն էր քեզ քաղաքական տերապկայի պես օգտագործում, հիմա էլ ուրիշները։ Էդուարդ Շարմազանովի այս խոսքերը Էդմոն Մարուկյանը անձնական վիրավորանք էր ընկալել եւ պահանջել ներողություն խնդրել իրենից։ Ես քեզ պատժելու եմ ու քեզ ոչ Սերժնա օգնելու, ոչ ալավերցի գողականները։ Լսեցին ինչ եմ քեզ ասում։ Ես քեզ կյանքը անձնական վիրավորանք տված կամ կարող է երեխեքդ Facebook-ում տենան, սոցցանցերում տենան, քաղաքականություն է։ Մենք իրար գաղափարապես տոտալ հակադիր ենք, բայց անձնական վիրավորանք Շարմազանով ջանը դյուղի ապեր պատժվելու ես։ Շարմազանովը անպատասխան չէր թողել Մարուկյանին։ Այս որտեղ ներս սրտել ես, վիրավորվել ես, որ քեզ ասել են քաղաքականապես կճզմվես։ Քաղաքականապես ճզմված ես էլի։ Իսկ ինչ վերաբերում է Էդմոն, քաղաքական տերապկա համարում ունեցող գնահատականին, դրա հեղինակային իրավունքները իմը չեն։ Դրա հեղինակային իրավունքը քո սիրելի ԿՊ-ինն է։ Պատժեցիր, հա? Բաուրա։ Պատմաբան Կարպիս Փաշոյանը, որ այս ընտրություններին մասնակցում էր Լուսավոր Հայաստան կուսակցության ցուցակով, Facebook-յան իր էջում գրել է, որ երրորդ ժամկետի քննադատությունը այս պահի դրությամբ միակ քաղաքագիտական հիմքն է, որի միջոցով հնարավոր է ապալեգիտիմացնել Նիկոլ Փաշինյանի ռեժիմը։ 2018-ին նորընտիր վարչապետ Սերժ Սարգսյանի մոտ թղթերով ամեն ինչ ճիշտ էր։ Քաղաքական ուժերի ճնշող մեծամասնությունը հանրային զանգվածները ընդունել էին 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքները ամեն ինչ ճիշտ էր եւ մարդիկ պատրաստ կլինեին ապրել նոր խաղի կանոններով, եթե չլիներ սահմանադրական խարդախության գիտակցումը։ Այսինքն ոչ մի հեղափոխություններ չէր լինի, եթե վարչապետի պաշտոնում մնար Կարեն Կարապետյանը կամ նույնիսկ ՀՀԿ-ից որևէ այլ տեխնացու առաջադրվեր, օրինակ Վիգեն Սարգսյանը, բայց երրորդ նախագահը դրժեց խոստումը, առաջադրվեց եւ ընտրվեց վարչապետ եւ մարդիկ հասկացան, որ սահմանադրական խարդախությամբ նա կարող է հավերժացնել իր իշխանությունը։ Հենց այս ամենի անկալումը ապալեգիտիմացրեց նրա իշխանությունը, դատապարտելով անխուսափելի փլուզման։ Գրեթե նույն իրավիճակը ունենք Նիկոլ Փաշինյանի պարագայում։ Նա էլ օգտվելով այդ նույն կոստյումի անսպառ հնարավորություններից փորձում է հավերժացնել իր իշխանությունը, հղում անելով նույն խարդախությանը, իբր թե ունի դրա իրավունքը։ Թղթերով նորից ամեն ինչ ճիշտ է, իսկ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն էլ որքան էլ վիճելի ու կասկածելի, բայց այնուամենայնիվ կարծես թե բոլորի կողմից ընդունելի։ Եվ հիմա ինչ է լինելու։ Նիկոլ Փաշինյանը պետք է անի այն, ինչը չստացվեց Սերժ Սարգսյանի մոտ, թե այն, ինչ չի կարելի Սերժին, կարելի է Նիկոլին։ Մեր մոտեցումը հետևյալն է. չի կարելի թույլ տալ որևէ մեկի իշխանության հավերժացումը եւ Հայաստանում ադրբեջանական ու բելարուսական տիպի ռեժիմների հաստատումը։ Սա ամենակարճ ճանապարհն է դեպի ավտորիտարիզմ, որտեղ տիրապետող կլինեն բռնությունը, անարդարությունը, օրենքների եւ սահմանադրության պղծումը, կոռուպցիան եւ ի վերջո պետության փլուզումը։ Եթե շարժվենք Սերժ Սարգսյանի տրամաբանությամբ, ապա Նիկոլ Փաշինյանը ինչ-ինչ պատճառներից ելնելով հրաժարական տա մինչև 2031 թվականը, ապա նա իրավունք ունի կրկին առաջադրվել վարչապետի պաշտոնում։ Սոցցանցերում բարձրացված աղմուկից հետո Սերժ Սարգսյանը խմբագրել էր իր խոսքը։ Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիա է տարել Հայաստանի Հանրապետությունը, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա եւ ով իմ երկրի տարածքները թողել է
Իշխամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ինչ է ստացվում, որ այսքանով հանդերձ նա մեղավոր է երրորդ ժամկետի գնալու համար։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում եւ բուն քվեարկության օրը իշխող ուժի կողմից բազմաթիվ խախտումներ արձանագրած Նյուզեեմի լրագրող Նարեկ Խաչատրյանը ընտրության հենց հաջորդ օրը վարժական հավաքներին մասնակցելու ծանուցում է ստացել։ Ըստ Նյուզեեմի Նարեկ Խաչատրյանը ակտիվ լուսաբանել է ՔՊԻ քարոզարշավի ընթացքը, արձանագրել բազմաթիվ խախտումներ։ Վերջին նման բացահայտումը ըստ լրատվամիջոցի քվեարկության օրն է եղել Սոտքում, որտեղ լրագրողը նկարահանել է ընտրատեղամասում հարյուրավոր զինծառայողների կուտակումը քվեարկության ավարտից րոպեներ առաջ, ինչպես նաև զինծառայողների հետ ընտրատեղամաս մտած ու նրանցից ոչ մի կերպ չհեռացող քաղաքացիական հագուստով անձանց, ովքեր չունեին որևէ կարգավիճակ, որը նրանց թույլ կտար այդ պահին գտնվել ընտրատեղամասում։ Նարեկ Խաչատրյանը նաև բացահայտել էր, թե ինչպես է իշխող ուժը օրենքի խախտմամբ ուսումնական հաստատություններին ներգրավվել քարոզարշավին։ Ըստ էության, հենց այս պահից էլ լրագրողը հայտնվել էր իշխանությունների տեսադաշտում։ Նարեկ Խաչատրյանը, որը պատշաճ կարգով անցել է իր ժամկետային զինվորական ծառայությունը եւ միշտ պատրաստ է կատարել իր պարտքը հայրենիքի առջև, իհարկե կմասնակցի վարժական հավաքին, ինչպես ծանուցվել է։ Լրագրողին վարժական հավաքին կանչելու պաշտպանության նախարարության որոշումը սոցցանցերում դժգոհություն էր առաջացրել եւ գնահատվել որպես պատժիչ գործողություն։ Ընտրական խախտում եք հայտնաբերել, դե մարշ վարժական հավաքների։ Մեկդ կասի քրեական օրենսգրքի որ հոդվածով են պաշտպանության նախարարության վարժական հավաքները նախատեսված որպես պատիժ։ Բնան շատ վատ, խայտառակ վատ երևույթ ու պրակտիկա է ձևավորում ուղարկելով վարժական հավաքների քննադատորեն մտածող եւ իշխանությանը ոչ հաճելի քաղաքացիներին, տարիներով խոսել բանակի, զինծառայողների, սպայական կազմի, պայմանագրայինների ծառայության գրավչության բարձրացման մասին ռազմական ղեկավարություն իր գործնական քայլերով հենց ինքն է բանակը դարձնում գաուպտվախտա, գուբախտ, ամոթ է, մի արեք տենց բաներ ու զինված ուժերի շուրջ մի ստեղծեք ուժիչ, պատժիչ մեքենայի իմիջ։ Նարեկն Արցախում է ծառայել 2 տարի, 25 օր կծառայի նաև վարժական հավաքների ժամանակ եւ ի վերջո դադարեք մարդկանց ծառայությունով սպառնալ։ Լրագրող Նարեկ Խաչատրյանը հայտնել է, որ կմասնակցի վարժական հավաքին։ Արցախում ծառայած լրագրողը 25-օրյա վարժական հավաքին մասնակցելը պատիվ է համարել։ Ինստաֆեսի այս թողարկման համար առանձնացրել էինք այսքանը։ Շնորհակալություն։